Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Արևմտյան Հայաստանի ազգային խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանի ելույթը հունիս 15-ի նստաշրջանին։ Լեոնիդ Ասկալտյան, ազգին նվիրված հերոսը, Աշոտ Հարությունյան, մեծ կորուստը Արևմտյան Հայաստանի հայ համայնքին, մահացած է Դիքրան Գյուլմեզգիլ։ Արցախի գորուստի կինով Հայաստանը գտնողները այսօր իշխանական աթոռներուն վրա են։ Իրան կպատրաստվի հագահարված տալ Միացյալ Նահանգներուն մերձավոր արևելքի մեջ։ Փաշինյան բոլսո մեջ հայտարարած է, թե Արաքսեն այն կողմ Թուրքիա է, ոչ թե Արևմտյան Հայաստան։ Աջակցենք Արևմտյան Հայաստանի պետական հեռուստատեսության։ Միացեք մեր վետերաններուն։ 2025 թվականի հունիս 15-ին տեղի ունեցած խորհրդարանական նիստի ընթացքին Արևմտյան Հայաստանի ազգային խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյան ունեցած է կարևոր ելույթը, որոնց մեջ անդրադարձած է ռազմիկներու հանձնախումբի գործունեության, ազգային հիշողության պահպանման հարցերուն եւ հայկական պետականության առաքելության։ Այս տարի մեր ռազմիկներու հանձնախումբը իրականացուց լուրջ աշխատանք։ Մասնակցեցանք շարք մրցանակներու։ Հունիս 18-ին Ֆրանսիայի մեջ մեր վետերանները բադվով ներկայացուցին Արևմտյան Հայաստանը։ Մասնավորապես ապրիլ 24-ին մասնակցեցան հայրու թեմ իրականացված ցեղասպանության ողջագոչման ցերնակներուն պաշտպանելով ոչ միայն մեր պատմական հիշողությունը, այլև մեր զինվորի բադիվը։ Այդ բադիվը բարձր բահվեցավ թե Ֆրանսիայի, թե Հայաստանի մեջ, նշեց Արմենակ Աբրահամյան։ Անշեշտեց, թե մեր վետերանները միայն անցյալի հերոսներ չեն, այլ այսօր ալ կյանքի տարբեր ոլորտներուն մեջ կշարունակեն իրենց առաքելությունը։ Մեր ազատամարտիկները մեր ազգային բադվին գրողներն են, անոնք այն գամուրջն են, որ կգաբե անցյալ եւ ավական։ Պետք է հիշենք անոնց անունները, վկայենք անոնց սխրանքները, որովհետեւ նոր սերունդը ճանչնա իր հերոսները եւ բահե ազգային ոգին անոնց օրինակով։ Արմենակ Աբրահամյան կարևորեց նաև հայկական լեգիոնի հիշադակի հավերժացումը հայտարարելով. «Մենք կցանկանք, որ Արևելյան Հայաստանի Հանրապետության մեջ հիշվի եւ արժանապատիվ գերբով նշվի հայկական լեգիոնի պատմությունը։ Պետք է ամրագրենք նաև մեր հաղթանակները, մանավանդ Արցախի մեջ ունեցած հաջողությունները։ Այս բոլորը պետք է համագարկված գերբով փոխանցվին սերունդներուն, որովհետեւ մեր հաղթանակները մշտապես մնան մեր պատմական գիտակցության մեջ»։ Իր ելույթին մեջ ան նաև ընդգծեց ազգային պատվի, պետականության եւ պատմության անշրջելի անհրաժեշտությունը։ Այսօրվան պայմաններուն մեջ, երբ մեր պետականությունը գտիզվի անընդհատ փորձություններու, մեր պատմության գիտակցությունը կենսական կդառնա։ Պետք է հստակ պատկերացնենք ով ենք մենք, ինչ ճամփա անցած ենք եւ ինչ նպատակով կշարունակենք մեր պայքարը։ Մեր հազարամյա պատմությունը մեզի միայն բարդավորություն մը չէ, այլ հզորացման աղբյուր։ Մեր ազատագրական պայքարը ուղղված է մեր ապակային, մեր զավակներուն եւ քալիք սերունդներուն համար։ Արմենակ Աբրահամյանի համաձայն անկախություն ունենալը ինքնին բավարար չէ, ան պետք է լեցվի փոխանցությամբ, արժանապատվությամբ եւ հիշողությամբ։ Մեր բարտն է փոխանցել պայքարի ոգին, մեր պատմության ճշմարտությունը եւ ազգային բադիվը քալիք սերունդներուն իբրև սուրբ ժառանգություն։ Լեոնիդ Ասկալտյան պատմության այն լուր հերոսներն էր, որ գործեր խոսելու փոխարեն։ Ան գիտնական էր, ռազմիկ, գաղափարական առաջնորդը իր ամբողջ կյանքը նվիրած հայրենիքին։ Լեոնիդ Ասկալտյան ծնած է 1942-ին Տիֆլիս, ավարտած է Մոսկվայի պետական համալսարանը, ապա ուսումը շարունակած է Երևանի մեջ։ Երբ Արցախը վտանգված էր, ան միացավ անկախության բանակին, դառնալով ազատամարտիկ։ Ան մասնակցեցավ Վարդենիսի պաշտպանության, ինչպես նաև Նյուվադիի ճակատամարտերուն։ Հետագային Վլադիմիր Բալայանի հետ հիմնեց ազատագրական բանակի Արցախյան մասնաճյուղը, որ ժամանակի ընթացքին դարձավ ռազմաքաղաքական հզոր կառույցը։ Լեոնիդ Ասկալտյան նահատակվեցավ 1992-ի հունիս 21-ին Մարտակերտի Դոնաշեն գյուղի մեջ հարձակումի նախապատրաստության ընթացքին։ Ան միայն մարտի դաշտի հերոսը չէր, այլ գաղափարի գրող եւ սերունդներու համար օրինակ։ Լեոնիդ Ասկալտյանի գերբարը համեստություն, նվիրում եւ վճռագամություն պետք է դառնա ուղեցույց յուրաքանչյուր հայու համար։ Ան ապացուցեց, թե հայրենիքը կսիրվի ոչ թե միայն խոսքերով, այլ գործով։ Երբ ազգը վտանգի մեջ է, իսկական հայրենասերը զենք կառնե եւ կբայկարի, ինչպես ըրավ Լեոնիդ Ասկալտյան։ Արևմտյան Հայաստանի հայ համայնքը գործընծուց իր ամենագարգարուն եւ սիրված թեմքերեն մեկը։ Հունիս 20-ին Կարագոզյան հիմնադրամի նախագահ Դիքրան Գյուլմեզգիլ մահացած է 75 տարեկանին սրտի գաթվածի հետևանքով։ Դիքրան Գյուլմեզգիլ դասնամյակներ շարունակ կարևոր դեր ունեցած է Թուրքիո հայ համայնքի հասարակական, գրթական եւ բարեսիրական կյանքին մեջ։ Երկար տարիներ նախագահած է Կարագոզյան դպրոցին եւ Մանգադան հոգեբարձության խորհուրդը եւ կորձոն մասնակցություն բերած է համայնքային կառույցներու մեջ։ Գյուլմեզգիլ նաև գործունեություն ունեցած է իբրև գործարար։ Ան եղած է Գալատասարայ մարզական ակումբի վարչական խորհրդի անդամ եւ իր ողջ կյանքի ընթացքին վաստակած է մեծ հարկանք թե հայկական, թե թուրքական հասարակական շրջանակներուն մեջ։
Նատաշա Բողոսյան գկրե. լավ է, որ չենք խենթացած մենք արցախցիներս, երբ համեմատենք մեր գորուսները եւ Հայաստանի մեջ պետության գոմե դրվող ժամանակավոր բնակավարցի օգնությունը, որ իրականության մեջ կհանձնվի ոչ թե մեզ, այլ բնակարանադերերուն, եւ դագավին կհայտարարեն, թե այս վերջին ամիսն է։ Հունիս 19-ին ազգային ժողովին երկրի ղեկավարը հայտարարեց. մենք ոչ թե գործընծուցինք Լեռնային Ղարաբաղը, այլ կդանք Հայաստանի Հանրապետությունը։ Նախկին դարօրինակ հայտարարություններում պես այս մեկն ալ դարձավ սովորական։ Ըստ անոր Արցախի հարցը բարան եղած է, որ Հայաստան չգայանա իբրև ինքնիշխան պետություն։ Այսինքն այժմ այդ բարանը գդրված է եւ Հայաստանը վերջապես անկախ է։ Ավելին, անգբնթե թե 44 օրյա պատերազմին մենք բարդված չենք, այլ հաղթած։ Ահա թե ինչու պատերազմի առաջին օրը գոչ ըրավ մեզ բարդված չհամարենք։ Բայց արդյոք սա ինքնախոստովանություն մնե, որովհետեւ այլևս հարցը չդրվի ուրիշներու վրա, թե ով հանձնեց Արցախը։ Եթե իսկապես Արցախը զոհվեցավ իբրև քին Հայաստանի անկախության, ապա ինչ վիճակի մեջ են այսօր հազարավոր արցախցիներ, որոնք դարձան հայրենազուրկ, գործազուրկ եւ անօթևան։ Այսօր իշխանության մեջ են մարդիկ, որոնք ոչ միայն այդ կորուստին պատասխանատու են, այլ նաև կդարածեն ադելություն ընդդեմ արցախցիներուն, սիրելի քույրեր եւ եղբայրներ գեղձավոր արտահայտության տակ։ Իսկ արցախցիները թշվառ եւ մերժված կգոյատևեն ծանր պայմաններու մեջ։ Իրանը կպատրաստվի հագահարված տալ Միացյալ Նահանգներուն մերձավոր արևելքի մեջ։ Այս մասին հաղորդված է Իսլամական հեղափոխության պահպաններու զորքերու Տելեգրամի պաշտոնական ալիքին մեջ։ Ավելի վաղ Իրանի խորհրդարանի նախագահի ռազմավարական հարցերով խորհրդական Մեհդի Մոհամմադին հայտնած էր, թե Իրան նախապես դարհանած էր Ֆորտոյի միջուկային գայանը ամնի հարցակումեն առաջ։ Հետևաբար գայանը անդառնալի վնաս չգրած։ Ան ընդգծած էր. գիտելիքները ռմբագործել անկարելի է։ Իսկ Իրանի պետական հեռուստատեսության քաղաքական բաժնի փոխտնօրեն Հասան Աբեդինին ընդգծած է, թե ամերիկացիները սխալ հաշիվներ կատարած են, որովհետև Իրան նախապես դարհանած էր բոլոր նյութերը 3 միջուկային գայաններ են, որոնք թիրախ դարձած էին ամնի հարվածներուն։ 2025-ի հունիս 21-ին Բոլսո Ագոս թերթի խմբագիր Փակրատ Էստոկյան հրաբարագեց մանրամասնություններ Նիկոլ Փաշինյանի եւ Բոլսո հայ համայնքի միջև կայացած հանդիպումին վերաբերյալ։ Ըստ Էստոկյանի, քննարկման գլխավոր նյութը եղած է Հայաստան-Թուրքիա հարաբերություններու ղեկավարման հարցը, սակայն հանդիպումը չի անցած առանց հակասական հայտարարություններու։ Էստոկյանի հաղորդմամբ հանդիպման ներկա եղած են մոտավորապես 50 համայնքային ներկայացուցիչներ, հոգևորականներ եւ լրագրողներ, սակայն հայ առաքելական եկեղեցին բացակայած է այդ հանդիպումին։ Փաստը, որ Էստոկյան ընդգծած է իբրև էական բաց, ան նշած է, թե Պատրիարքարանը նույնիսկ փակած է իր շենքը վարչապետին հետ հանդիպում է խուսափելու նպատակով։ Հանդիպման ընթացքին Նիկոլ Փաշինյան անդրադարձած է պատմական եւ ինքնության հարցերուն հայտարարելով. Արաքս քեդի մյուս ափը Թուրքիա է եւ ոչ թե Արևմտյան Հայաստան։ Եթե մենք խոսենք Արևմտյան Հայաստանի մասին, ուրիշներն ալ գրնան մեր երկիրը գոչել Արևմտյան Ադրբեջան։ Այս հայտարարությունը խիստ արձական կդած է հայ հասարակության մեջ, արժանանալով լայնածավալ քննադատության։ Շատերու կարծիքով վարչապետը ոչ իրավաբանական, ոչ այլ փարոյական իրավունք ունի պետական իրականությունը խեղաթյուրելու Արևմտյան Հայաստանի հաշվին, որը հայկական ազգային ինքնության եւ հիշողության հիմնարար բաղադրիչ մնե։ Արևմտյան Հայաստանը բնավ գապ չունի Արևմտյան Ադրբեջան անունով քարոզված արհեստական եւ պատմութենե զուրկ թեզին հետ։ Նման հայտարարությունները միայն կքանթեն ազգային դիրքորոշումները եւ կվտանգեն պատմական իրավունքներու միջազգային պաշտպանությունը։ Արևմտյան Հայաստանի հերոստագայանը հավատարի մնալով իր սկզբունքներուն եւ հերոստատիդողներուն կշարունակե իր անխափան աշխատանքը նոր մոդեցումներով։ Մեր հերոստագայանը ինքնակովաստով չսպաղիր։ Անոր միջոցով կհերարցակվին գլխավորապես Արևմտյան Հայաստանի պատմությունը, ներկային եւ ապագային վերաբերող քաղաքական եւ այլ փոխանցագությամբ, ինչպես նաեւ դարբեր խնդիրներ բարձրացնող լուրեր։ Արևմտյան Հայաստանի հերոստագայանը արձանագրած է իր կարևորագույն ձեռքբերումներեն մեկը թողարկելով Western Armenia շաբաթաթերթը, որն ուղղված է մեր պատմության, մշակույթի եւ ինքնության պահպանման եւ հանրահռչակման։ Մենք տապանցիկ եւ հասանելի ղերբով կներկայացնենք նաեւ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի, կառավարության, ազգային ժողովի եւ մյուս կառույցներու քաղաքական անցուդարձը։ Սիրելի հայրենագիտներ, ձեր աջակցությամբ մեր հերոստագայանի հնարավորությունները ալ ավելի կամրապնդվին։ Մենք ուժեղ ենք միասին։
Ցեր առաքելությունն է պաշտոնական արարողություններուն ընթացքին բարձրացնել Ֆրանսիայի կամ Արևմտյան Հայաստանի դրոշը։ Հիշադակի պահպանները իրենց ներկայությամբ պաշտոնական եւ հիշադակի արարողություններուն, ուր մասնակցություն կունենան տարբեր գազագերբություններ, կպատվեն հայ զինվորները եւ գամավորները, որոնք 1916 թվականին սկսյալ մինչեւ մեր օրերը իրենց կյանքը վտանգի տակ դրած են պաշտպանելու համար ֆիզիկական սպառնալիքի ենթարկված քաղաքացիական բնակչությունը։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախադեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։